Ողջույն Ֆրոնտ TV հարգելի հետևորդներ, այսօր իմ հյուրն է Համահայկական ճակատ կուսակցության ղեկավար Արսեն Վարդանյանը։ Բարև ձեզ։ Բարև։ Պարոն Վարդանյան, Փաշինյանն ու իր կինը շարունակ վիրավորում են եկեղեցին, թիրախավորում են եկեղեցին, վիրավորում են նաև հոգևորականներին։ Որն է ելքը եւ ինչ պետք է անի հավատացյալ ժողովուրդը։ Նախապես ասեմ, որ շակերտավոր Նիկոլ Փաշինյանն ու եւ իր կինը ոչ թե միայն եկեղեցուն են վիրավորել կամ հոգևորականներին, այլ Նիկոլ Փաշինյանն ու եւ իր կինը իստվան է վիրավորել են ամբողջ հայ ժողովրդին։ Այ սկսել է ամեն ինչ այդտեղից։ Երբ որ Նիկոլ Փաշինյանն ու եւ իր կինը հրաժարվեցին մեկ գիշերվա մեջ 120,000 հայից, հրաժարվեցին 120,000 հայի բնակավայրից, լիքը սահմանադրական խախտումներ կատարեցին Հայաստանի Հանրապետության դեմ, ոտնձգություն ես կանվանեի, սահմանադրական կարգի տապալումը դա բնականաբար հանցագործություն է։ Նմանատիպ արժեքներին բոլոր, կնոջ կերպարին, ընտանիքի մոդելին հերթով հասան եկեղեցուն։ Եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ներելա, չի բարձրաձայնել, չի խոսացել, չի պահանջել, դրա համար նրանք հանդգնեցին արդեն կպնել մեկ արժեքին, որը որ համախմբում է հայ ժողովրդին եւ ամբողջ պատմության մեջ, եթե պատմությունը ուսումնասիրում ենք, եկեղեցին դժվարին պահերին համախմբել է ժողովրդին եւ որոշում են կայացրել։ Նմանատիպ հարձակումը եկեղեցու վրա եւ հոգեվորականների դա նշանակում է, որ մենք կորցնում ենք մեր հավատքը։ Մենք երկար տարիներ ասում ենք, մենք առաջի քրիստոնյա պետությունն ենք, առաջի քրիստոնեությունը մենք ենք ընդունել եւ այլն։ Այս մարդիկ դա են ողնահարում։ Եկեղեցին անհատ մարդով չի։ Եկեղեցին դա Աստծո տունն է, եթե դու խնդիր ունես անհատ մարդու հետ, ինչ որ դու կարաս այդ անհատ մարդու հետ խնդիրը լուծես, բայց ամբողջ եկեղեցուն, ամբողջ հավատքին կպնելը դա սրիկայություն է։ Պարոն Վարդանյան, այս բոլոր իրադարձությունները ինչի մասին են խոսում, որն է սրա ելքը եւ ընդհանրապես ինչպիսին պետք է լինի ղեկավարը, որ մենք չունենանք նման իրավիճակ։ Տեսեք, ամենաառաջինը վերցնենք Նիկոլ Փաշինյան կերպարը իր անցյալում։ Նիկոլ Փաշինյանը իր կյանքի մեջ ոչ մի ղեկավար պաշտոնի չի եղել, ինչ որ թերթի խմբագիր, գլխավոր խմբագիր կամ տնօրեն չգիտեմ։ Այդ թերթի հետագիծը որ նայում ենք, դա եղել է ինչ որ սկանդալային թերթ, սրա նրան տնօրեն։ Սրա մասին են հոդված գրել, հետո հերքել են ինչ որ հոնորարներ ստանալուց հետո չմոռանանք, որ երրորդ նախագահի Փեսան հայտարարություն արեց, որ ես Նիկոլ Փաշինյանի թերթի տիրաժը մեծ քանակությամբ գնում էի, որ նա չկպներ իմ ընտանիքին, դա հանցագործության մասին էլի հայտարարություն է, որը որ մնացել է չուսումնասիրված։ Ինչի է մնացել չուսումնասիրված այդ բոլոր բաները, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշումներ է կայացնում Հայաստանի Հանրապետության ճակատագրի հետ եւ ոչ մեկի հետ հաշվի չի նստում։ Դատախազությունը վախենում է, ԱԱՑ-ն վախենում է, վախենալով ասում իրանց ֆունկցիոնալ պարտականությունները չեն կարող կատարել, քանզի ինքն է նշանակում տվյալ պաշտոնների մարդկանց։ Եվ Նիկոլ Փաշինյան անձը բնականաբար նա կյանքում չի եղել ինչ-որ մի դրության մեջ, որ հասկանա պետությունը ինչա, իր գրականությունը, իր ամեն ինչ որ նայում եք, սա խոսում է դավաճանության, չգիտեմ, լկտիության, այտենց ԼԳԲՏ եւ այդ մասի։ Եվ 18 թվականին հանկարծ որոշեցին, որ այդ անբարո կերպարը պետք է լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Նա իր առաքելությունը կատարեց, հասավ այդ գագաթնակետի։ Հանդես եկան շատ սիրուն ծրագրերով, բացարձակ գեղեցիկ, արագաչափերը հանում ենք, կարմիր գծերը հանում ենք,
թոշակները ավելացնում ենք, այն որ գոռումներ դժգոհ ձենով, այն տատիկը, որ ստանում է 36,600 դրամ, դրանք սա մոռացան, այդ տատիները բան ոգևորված, սա ընտրեցին Նիկոլ Փաշինյան, հեղափոխություն արեցին ճակերտավոր, բերեցի, դրանից հետո սկսվավ այդ ընտրազանգվածի դաժան օրերը, այն տատիկելի նույնպես ստանում է 36,600 դրամ թոշակ և վճարում է գույքահարկ բավականին մեծ, նույն տատիկը ստանալով 36,600 դրամ թոշակ, հացը գնում է բավականին թանկ, համեմատած առաջվան, ես չեմ ուզում ասեմ, որ նախկինները լավն են եղել, ոչ, մեկը մեկին փոխանցելով, եթե լավ իշխանություն լիներ, այսօր չէինք ունենա այս վիճակը, իսկ ով պետքա լինի, որ այս վիճակից դուրս գանք, բնականաբար պետքա լինի զինվորական, քանի որ մենք 30 տարի պատերազմի մեջ ենք, 34 տարի արդեն պատերազմի մեջ ենք, ոչ մեկ թող չասի, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության մեջ է, ոչ, ղեկավարը պետք է լինի զինվորական, որ մենք չունենանք տվյալ 44-օրյա դեպքերի նման դեպքեր, որ ինքնահռչակ գերագույն գլխավոր հրամանատարը կհիշեք կադրերը վերանացվելով ասում էր ոչ մեկ չկասկածի իմ գերագույն գլխավոր հրամանատարության վրա և փաստ եղավ նա, որ մենք կորցնենք տարածքները, մենք կորցնենք մեր գենոֆոնդը, դրանից հետո նա ասեց, որ ես չէի պատասխանատու, եթե դու քեզ հռչակել ես գերագույն գլխավոր հրամանատար, այո, դու ես անմիջապես պատասխանատու, դրա համար եմ ասում, պետք է լինի զինվորական ղեկավարը, պետք է հասկանա գոնե պետք է ինքը ղեկավարած լինի ինչ-որ մի օղակներ և լավ ղեկավարած լինի, էլի ամեն զինվորական էլ չի, որ զինվորական է։ Խոսենք մի քիչ նաև բանակի մասին, օրինակ ՀՊԱ-կան պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է ծրագիր, ըստ որի վճարիր և մի ծառայիր։ Բնականաբար, այ որ ասում ղեկավարը պետք է լինի զինվորական, որովհետև Հայաստանի Հանրապետության անվտանգության համար մեկ երաշխիքը դա բանակն է։ Պետք է ղեկավարը Հայաստանի Հանրապետություն լինի զինվորական, որ նա զինվորականությունից հասկանա, ծառայությունից հասկանա, որ կարենա կազմակերպի այդ անվտանգությունը ապահովի։ Տվյալ պարագայում նայեք ինչ է ստացվում։ Ես մի օրինակ եմ բերում, բայց կարամ ամեն մի կետի վրա բազմաթիվ օրինակներ բերեմ եմ ամենապրիմիտիվ օրինակը։ Այսօր Հայաստանի Հանրապետության այդ պատգամավորը չծառայելով բանակում, ղեկավարը բանակից գաղափար չունենալով, պաշտպանության նախարարը չունենալով էլի գաղափար ծառայությունից, զորահավաքից, նախագծեր են առաջարկում բանակը ինչ-որ փոփոխությունների ենթարկելու վերաբերյալ։ Հասկացողներն էլ ձեն չեն հանում, վախենում են, չգիտեմ, կամ իրանց պաշտոնից, կամ իրանց Հաթորը կորցնելու։ հա, էլ ինչ-որ տենց հարմարվում սրան։ Օրինակ, այդ նախագծի մեջ կա մի կետ, վճարի 18 միլիոն ՀՀ դրամ և ծառայի 1 ամիս։ Հիմա հարցս ուղղում եմ այդ նախագիծ բերողներին, հետագայում այդ նախագիծը ովքեր կողմ են լինելու, որ հաստատվի և նաև մեր ժողովուրդը հասկանա մենք ինչ վտանգի առաջ ենք կանգնած։ Մենակ այդ մի կետն եմ բերում, այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բոլորս գիտենք, որ կա մասնագիտություններ տարբեր։ Օրինակ ոնց կա բոլոր տեղերում, այլ բանակում է կա, օրինակ հրետանավոր, տանկիստ, մոտորաձիգ, դիպուկահար, գնդացրորդ, չթվարկեմ էլի ինչ հաստիքներ կան, ինչ պաշտոններ կան, բոլորը գիտեն ովքեր ծառայել են։ Այդ պարագայում տեսեք ոնց է լինում, 18 միլիոն ՀՀ դրամ վճարում է քաղաքացի և գնում է 1 ամիս ծառայություն։ Կուրս մալադովը բայց է, տենց բան ունենք, նորակոչիկների վաշտեր, մարտակներ և այլ, որը որ ամենա մինչև երդման արարողություն ծրագիրը 40-օրյա ծրագիր է։ Այդ ծրագրի ընթացքում զինվորը սովորում է կարգապահություն, շարային քայլ, պահված, զենքի հետ վարվում է շատ քիչ և այդ ժամանակահատվածում զինվորին չես կարող կողմնորոշած գրես իր մասնագիտություն։ Զինվորը դրանից հետո պետք է անցնի ինչ-որ ծրագիր ևս, որ նա դառնա մասնագետ։ Կան ուսումնական զորամասեր, որ գնում են սովորում են հետ են գալի զորամաս որպես մասնագետ և այլն, բայց այս պարագայում վերցնենք 10,000 հոգի 1 ամիս ծառայում է,
տալով 18 միլիոն դրամ։ Երբ զորացրվում է, մենք իրանց պայստազորք ներգրավում ենք որպես խրadzիր, բանակի պահանջարկը մենք կարող ենք ապահովենք հետագայում զորահավաքի ժամանակ։ Բնականաբար ոչ, որովհետև տարբեր զորամասերում էլ են կրկնում տարբեր հաստիկներ կան եւ ամեն 6 ամիսը մեկ զինվորը զորացրվելուց պետք է տեղը համալրվի։ Եթե մենք զորացնում ենք 10 տանկիստ, ուրեմն մեզ պետք է 10 տանկի մեխանիկ վարորդ։ Եթե մենք զորացնում ենք 10 օպերատոր, մեզ պետք է 10 օպերատոր։ Հիմնականում սա են ուզում բերել։ Դա չհասկանալով ինչ են անում, նախագծեր են բերում եւ որոշում։ Վաղ էլի ժողովուրդ, եթե այս նախագիծը անցա, վաղ էլի ժողովրդին են ասելու, այ դուք փող տվեցիք, ձեր երեխաներին ազատեցիք բանակից, մենք այսօր ունենք այս խնդիրը։ Նախ պետքա ողջամիտ նախագծեր մտցնեն ազգային ժողովում, որը որ չխաթարի բանակի ծառայությանը, որը որ չխաթարի զինվորի, որը որ զարգացնի բանակի հետագա անելիքները, այդ ժամանակ կարող ենք սուս համաձայնվել, որ այո, լավ նախագիծ է կարելի է։ Օրինակ, նույն նախագծով գիտեք բազում հիվանդություններ կար, որոնք որ մարդիկ ազատվում էին, մի 2 տարի առաջ, եթե չեմ սխալվում, հանեցին նմանատիպ հիվանդությունները եւ մտցրեցին ծառայության մեջ։ Օրինակ եմ բերում գիշերամիզությունը։ Եթե երեխան ունի գիշերամիզություն, այդ երեխան ոնց կարա ծառայի բանակում։ Բնականաբար դա լինում է միջանձնային հարաբերությունների խախտում։ Ես չմոռանամ ոնց է դառնում, բայց այդ տելեֆոն նվաստացնել, այդ տելեֆոն հետևից անվանակոչել եւ այլն, եւ բերում է հանգեցնում է ինչ-որ մի փորձանք է։ Ասում են երեխան ինքնասպան եղավ, ինքնասպան եղավ, որովհետև կառավարությունը որոշել էր, որ գիշերամիզության երեխաները պետք է ծառայեն բանակ։ Ոնց որ անում են կրթական համակարգում, ներառական երեխան եւ սովորական երեխան սովորում են, ուսանում են նույն դասարանում, նույն աթոռի նստած։ Ոնց որ կրթության գիտության նախարարի մնացած որոշումն է, որ երեխան 6 տարեկանում եթե չգնաց առաջի դասարան, 7 տարեկանից գնում է երկրորդ դասարան։ Գարվում է անտառաճանաչ երեխան, գնում է մտնում է մի տեղ, որտեղ որ ինքը նվաստանալ է, որտեղ որ իրան անընդհատ իրանց սիրած բառը բուլինգի է ենթարկվելու այդ երեխան։ Դրա համար այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ճակերտավոր ասեմ, ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես լուծարելու։ Մենք խոսում ենք բարձր ամբիոնից, տեսեք, օրինակ բերեմ էլի, առնվազն 7 տարի, ազգային հարցադարձ կոպեկակոպեկ, չգիտեմ, Թալանը հետ բերել։ հա, թալանը հետ բերել։ Ամեն Աստծո օր ազգային ժողովի համար մեկ ամբիոնից ելնում են զեկուցում են, այս մարդուց այսքան բան պետքա բռնագանձ։ Եթե 7 տարվա մեջ դու ունենալով իշխանություն, դու ունենալով բոլոր լծակները, 7 տարվա մեջ դու չես հասել մարդուց բռնագանձելուց, դա արդեն իմ խնդիրը չի, դա արդեն քո խնդիրն է։ Դա սարկածա շոու։ Օրինակ ազգային ժողովում ընդդիմադիր մեկ էլ իշխող կուսակցություն, իշխող խմբակ։ Մեկը մեկին մեղադրում է թալանի, դավաճանության եւ այլն։ Ուր են այդ քրեական գործերը։ Ուր են այդ քրեական գործերով վարույթները։ Մենք չենք տենում դա։ Թե այնտեղ հայտարարություն անելը դա անձեռնամխելիությունը, ով հասցեին ինչ ասես կարող ասի եւ մարսեն գնան։ Բայց եթե ես Նիկոլ Փաշինյանին ասեմ, օրինակ դավաճան, ամբողջ ոստիկանական համակարգը կարող է ընկնի իմ հետևից քրեական գործ սարքելու։ Դա ոնց հասկանանք ես։ Միանշանակ մենք պետք է սահմանադրության փոփոխություն անենք Հայաստանի Հանրապետությունում։ Ես խի անցա սահմանադրությանը, քանի որ ներկայացրեցի, որ Նիկոլ Փաշինյանը նշանակում է դատախազ, ԱԱՑ-տնօրեն, պաշտպանության նախարար, այդ մարդկանց իշխանությունը իրան ձեռից խլելով։ Մենք պետք է
Հայաստանի Հանրապետությունը մանակ սահմանադրական փոփոխություն, այո, հիմի կմտածեն մենք ինչի մասին ենք խոսում, բայց ես ասեմ իրականությունը մենք ինչ սահմանադրական փոփոխության մասին ենք խոսում։ Մենք պետք է հետ գանք անկախության հռչակագրի հիման վրա գրված սահմանադրությանը։ Այո, մենք այս պարլամենտական երկրի սահմանադրությունը պետք է համարենք առ ոչինչ, հետ գանք անկախության հռչակագրի վրա գրված սահմանադրությանը եւ դառնանք մենք նախագահական երկիր, որտեղ որ ամեն մարդ կունենա իր լիազորությունները եւ իր վերահսկողությունները։ Դրա համար ներկապային համահայկական ճակատշարժումը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գլխավորությամբ եւ համահայկական ճակատկուսակցությունը ջանք ու երանգ չի խնայում այդ ուղղության վրա աշխատելու։ Մենք առաջարկենք անելու մի քանի ժամանակ հետո, որ գանք այդ կառավարման մոդելի, որը որ մեզ ավելի կզգաստացնի եւ ամեն մարդուն կբերի իր պատասխանատվության օղակի վրա կկանգնացնի։ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ էլի ես սենց ֆրազայից ֆրազա եմ թվում, բայց էլի կա էլի բաներ ասելու շատ։ Մի քանի օր առաջ համար մեկ ամբյոնից էլի սենց զարմացած ասում է գյուղ եմ մտնում, ասում են Ռոբերտ Քոչարյանը խի կալանավորված չի։ Գնում եմ ստեղ ասում են խի ջուր չկա, գնում եմ ընդեղ ասում են խի էսի չկա։ 7 տարի եթե դու հայտարարում ես դու մնացել ես նույն դասարան, 7 տարի հետո հասկացել ես դու կադրեր չունես եւ զարմացած կանգնած ամբյոնից անմեղության հայացքով սենց ասում ես այ ոնց որ ես մենակ աշխատում եմ, բայց իմ թիմը չկա։ Խի 7 տարի հետո ես հասկացել որ Հայաստանի Հանրապետությունում քո թիմը բացի օրենք վերել հային հայ ազգին վնաս հասցնելուց ուրիշ ոչ մի բան չի անում։ Ասֆալտը անում են, ասում է, վայ, գիտեք, ես ասֆալտ արեցի, ասֆալտը գիտեք ինչ լավ բան է։ Ասֆալտը ո՞նց է անում, Նիկոլ Փաշինյան, կառավարություն ո՞նց է անում։ Մեր գոյացած հարկերից տուրքերից, որը որ ձեր բյուջեն չի, որը որ ձեր համար նախատեսված չի։ Մենք վճարում ենք, որ ունենանք ասֆալտ, մենք վճարում ենք, որ ունենանք ջուր, մենք վճարում ենք, որ ունենանք լույս, մենք վճարում ենք, որ դուք շքեղ մեքենաներով ման գաք, մենք վճարում ենք, որ դուք ապրեք, ձեր ընտանիքները ապրեսնեք, աշխատավարձ ստանաք, գնաք աշխարհի բոլոր երկիրները ման գաք, մի հատ էլ մեզ երեսով եք տալի, ասում եք, տեսեք մենք ասֆալտ ենք անում։ Իա, լուրջ արա։ Թե ինչ պարոն Վարդանյան, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար, դեռ կհանդիպենք։ Ես եմ շնորհակալ, ստեսություն դες։ Իսկ ես հիշեցնում եմ, որ իմ հյուրն էր համահայկական ճակատկուսակցության ղեկավար Արսեն Վարդանյանը, կհանդիպենք։